Սուրբ Այսիոս Հատոսացի հոգևոր պայքար վստահություն մտքի հանդեպ Մտքի հանդեպ վստահությունը մոլորության սկիզբն է։ Հայր, երբ բարկանում եմ, հեղեղի նման եմ դառնում, չեմ կարողանում զսպել ինձ։ Ինչու չես կարողանում զսպել։ Որովհետև իմ մտքին եմ հավատում։ Այդ դեպքում քո սեփական հավատամքն ունես։ Եսասիրությունն է պատճառը։ Մի արդարացրու քո միտքը։ Հիմար միտքը դու ինքդ մի կողմ նետիր, մի ընդունիր։ Ինչպես պետք է ըմբռնեմ, որ տվյալ միտքը տխմար խորհուրդ է։ Եթե չես ըմբռնում, հարցրու Մայրաբեդին եւ մի կողմ նետիր հնազանդվելով նրան ամեն ինչում, որ քեզ կասի։ Մտքի հանդեպ վստահությունը հոգևոր մարդու մոլորության սկիզբն է։ Տբարդությունից խավարում է մարդու միտքը եւ կարող է մոլորվել։ Ավելի լավ է խելքը գործնի, որովհետեւ այդ դեպքում մեղքը մեղմանում է։ Հայր, իսկ ուրիշներն ի վիճակի չեն օգնել այդպիսի մարդուն։ Որպեսզի օգնություն ստանա այդ վիճակի մեջ, պետք է ինքն էլ օգնի։ Հասկանա, որ իր մտքին հավատալը, որը օրինակ իրեն ասում է, թե ամենալավն է, սուրբ է եւ այլն, մոլորություն է։ Նույնիսկ քննադատիրով չի հրանում այդ միտքը, եթե մարդն այն բահում է։ Պետք է խոնարհվի, որպեսզի հեռանա։ Երբեմն ինձ խնդրում են աղոթք անել այդպիսի դեպքերի համար։ Ինչ աղոթքի մասին է խոսքը։ Քանի դեռ նա իր մեջ կրում է սատանայի պատրույգը, նորից կծնծվի։ Կարծես մեկն իր ձեռքերի մեջ է բահում ականի պատրույգը եւ խնդրում իրեն օգնես, որ չպայթի։ Հայր, ես պարզապես աննորմալ եմ դարձել։ Ով է ասում, քո միտքը։ Ես հետևում եմ քեզ այն ժամանակվանից, երբ ատոսում էիր։ Հոգում եմ քո մասին։ Աննորմալ չես դարձել, բայց եթե հավատաս քո խորհուրդներին, այդ ժամանակ խելաքարվես։ Մի հավատա քո մտքին, նույնիսկ եթե քեզ ասի, թե վատն ես, նույնիսկ եթե քեզ ասի, թե սուրբ ես։